Եվ ինչ է նշանակում իր նման մեկը չկար։ Բարի էր Ադամի այդ ցանկությունը։ Այսինքն այնքան ուրախություն ուներ Ադամը դրախտում, այնքան գեղեցկություն ու վայելք ուներ։ Մեկը չկար, որ իր ուրախությունը կիսեր հետը։ Նստեին մեկի հետ բանական իր նման Աստծո պատկերով ստեղծված, նստեին, խոսեին Աստծո մասին։ Տես դրախտի ընտանիք ենք ասում, այսպեսին պետք է լինի դրախտի ընտանիքը, այր և կին մեկ մարմին, դի նստեն Աստծո մասին խոսեն, այր և կին, մարդ ու կին, հա? Դրախտային այս, բայց իրականում ինչ տեղ ունեցավ, Ադամն ու Եվան չկարողացան իրար հետ ուրախություն կիսել, երբեմն մարդիկ ասում են, որ Ադամը տխրեց, դրա համար Եվային ստեղծեց Ադամ, չէ, Ադամը չտխրեց, Ադամը ընդհակառակ այնքան ուրախ էր, որ ուրախությունն էր ուզում կիսել, ոչ թե տխրեց, այլ ուրախությունից ուզեց, որ Եվան ստեղծվի, այսպես էլ պետք է լինի դրախտի ընտանիքը, մենք ոչ թե տխրելով պետք է ընտանիք ստեղծենք, տխրության պատճառով, այլ ուրախության համար պետք է ընտանիք ստեղծենք, ոչ թե մեր տխրությունը կիսելու, այլ մեր ուրախությունը կիսելու մեր կողակցի հետ, կյանքի ընկերոջ հետ, բայց ցավոք սրտի պես չի լինում, մենք այնքան տխուր ենք, անմխիթար ենք, ասում ենք, մեկը մեր կողքի լինի, որ մեզ մխիթարի, մեզ ուրախացնի, բայց ոչ միշտ է այդպես լինում, և ճիշտ չէ, որ դու միայն ուրախություն ուրիշից ստանաս, դու էլ պետք է ուրախացնես, եթե դու ուզում ես ուրախություն ստանալ, ուրեմն ուրախություն ունենաս, որ դու էլ տաս, ավելի լավ է տալ, քան առնել, ասում է մեր Տերն Ավետարանում, ուրեմն դրախտի ընտանիքի օրինակը բոլոր ընտանիքների օրինակն է, Ադամը իր ուրախությունը ուզեց կիսել Եվայի հետ, հա, մենք էլ եթե ուզում ենք դրախտի ընտանիք ստեղծել, ուրեմն պետք է ուրախ լինենք Ադամի նման և ուզենանք մեր ուրախությունը կիսել մեր ընկերոջ հետ, տխրություն միշտ կարող ենք կիսել, հա, մեր կյանքը ավելի շատ տխուր է, քան ուրախ, բայց ավելի կարևոր է ուրախությունը կիսել, ինչպես Ադամն ու Եվան ավելի շատ տխրություն իրար հետ կիսեցին 930 տարի, հա, տանջվեցին մեկ Կայենի ձեռը, մեկ Կայենի սերունդի դեմը, մինչև Նոյի տանջվեցին, չարչարվեցին Ադամն ու Եվան, իրենց սերունդների պատճառով, տխրությունը շատ երկար կիսեցին, 1000 տարվա մետ, բայց ուրախությունը քիչ կիսեցին, 7 ժամ դրախտում, ընդամենը, ասեք ինչ մեծ տարբերություն, և կյանքում էլ այդպես է, մենք ավելի դժվար ենք ուրախություն կիսում, քան թե տխրություն,